Հիմա դուք չեք հավատալու ձեր աչքերին։ Ինչ եթե ես ձեզ ասեմ, որ ընդամենը մի քանի վայրկյանից հետո դուք հասկանալու եք, որ ձեր բոլոր հիշողությունները կեղծիք են։ Դրանք երբեք տեղի չեն ունեցել։ Այո, հիմա եկեք ձեզ հետ խաղ խաղանք։ Նայեք այս երկու նկարին ու փորձեք հիշել, մեր մանկության կոնֆետի անունը գրվում էր գծիկով, թե առանց գծիկի։ Ժամանակը գնաց։ Հիմա ավելի ենք բարդացնում։ Միկի Մաուսը ուներ կարմիր ժապավեններ ամրացած սպիտակ կոճակներին, թե չուներ։ Ֆորդի լոգոն այս տեսքն ուներ, թե այս տեսքը։ Պիկաչուն ուներ դեղին պոչ, թե սև պոչ։ Եվ վերջապես, Մոնոպոլիայի ծերուկը ուներ աչքերին ակնոց, թե առանց ակնոց էր։ Թվում է պարզ հարցեր են, չէ՞, բայց այս հարցերին մարդկանց 80%-ը պատասխանում է սխալ։ Իսկ հիմա ամենաշոկայինը։ Ասում են, որ դրա պատճառը ոչ թե այն է, որ մենք համատարած մի օր կորցրինք մեր հիշողությունը, այլ այն, որ իրականում 2013 թվականին եղել է աշխարհի վերջը։ Եվ մենք հիմա ուղղակի տեղափոխվել ենք ակնթարթորեն մեկ այլ իրականություն։ Ու դրա համար էլ այնինչ մենք հիշում ենք նախորդ կյանքից, նախորդ իրականությունից։ Ու հենց այդ պատճառով էլ այդ հիշողությունները հիմիկվա ներկայիս իրականության մեջ ուղղակի կեղծիք են։ Իսկ հիմա եկեք տեսնենք, քանի հարցի եք դուք սխալ պատասխանել։ Եթե ապրում եք Գլենդելում, Բրբանկում, Փասադենայում եւ փնտրում եք վայր, որտեղ կարող եք լավ, իսկապես պրոֆեսիոնալ մասնագետի միջոցով խնամել ձեր մաշկը, անել տարբեր խնամքի եւ էսթետիկ պրոցեդուրաներ, հիշեք այս հասցեն ժողովուրդ։ Զարա Հարությունյանը 20 տարի իր Zavant Aesthetics մեծ սպան աշխատեցնում է West Hollywood-ում։ Իդեպ այս տարիների ընթացքում բազմաթիվ հոլիվուդյան աստղերի հետ է աշխատել նաեւ, իսկ հիմա նոր մասնաճյուղ բացել է մեզ հայերիս ավելի մոտ Բրբանկում։ Ժողովուրդ, հիմա այնքան շատ են մասնագետները, ովքեր անում են էսթետիկ պրոցեդուրաներ, բոթոքս, ֆիլեր, վստահեք եւ ընտրեք միայն այն մասնագետներին, ովքեր իսկապես ունեն երկար տարիների փորձ եւ իսկապես օգտագործում են լավ նյութեր։ Ու այս ամիս, եթե Zavant Aesthetics-ում անեք իմ սիրած պրոցեդուրաներից մեկը, PRP microneedling-ը, կստանաք այնպիսի զեղչ, որ չլսված է։ Ուրեմն, ինչա microneedling-ը, դա գործիք է, microneedling-ի օգնությամբ մենք բացում ենք անգլերեն ասած micro channels, այդ micro channel-ները մեզ թողնում են, որ այդ PRP-ն ներարկվի ոնց որ մաշկի տակ։ Երկրորդ մասը դա PRP-ն է, platelet rich plasma կամ տրոմբոցիտներով հագեցած պլազմա։ Ինչա դա։ Մարդիկ ասում են դա հեղուկ ոսկի է եւ 100% ես դրա հետ համաձայն եմ։ Մաշկը ավելի թարմանում է, սպիները քչանում կամ վերանում են, պայծառանում է, ավելի փայլագալի մաշկին, ու հետո էլ մաշկը ավելի լավ որակի է դառնում, որը օգնում է ինչ procedure դրանից հետո մարդ ուզենա անի, շատ ավելի լավ ու արագ ռեզալտներ կտեսնի։ Անպայման հիշեք Zavant Aesthetics-ի հասցեն, եկեք, փորձեք ու իդեպ ձեզ ասեմ, ամեն ամիս այստեղ շատ լավ առաջարկներ ու զեղչեր են լինում։ Okay, հիմա պատկերացնում ենք, որ դուք արթնանում եք օրերից մի օր եւ օրինակ այդ օրը այսօրն է ու հասկանում եք, որ ձեր բոլոր հիշողությունները 100%-անոց սուտ են։ Օրինակ դուք շատ պարզ ինչ-որ մի բան հիշում եք ձեր մանկությունից եւ վստահ եք, որ դա հենց այդպես է եղել, բայց պարզվում է, որ դա բոլորովին տեղի չի ունեցել եւ դուք ուղղակի կեղծ մի բան եք հիշում։ Օրինակ, դուք հիշում եք, որ Volkswagen-ի լոգոն միշտ այս տեսքն է ունեցել, բայց պարզվում է, լոգոն ունեցել է այս տեսքը։ Կամ օրինակ դուք հիշում եք, որ մեր հին ու բարի սիրած Disney մուլտերի սկզբում Disney լոգոյի շուրջը պտտվում էր Peter Pan-ի փերին։ Հիշում եք, չէ՞, այս կադրը։ Իսկ ինչ եթե ասեմ, որ երբեք նման կադր գոյություն չի ունեցել։ Փորփրեք բոլոր Disney մուլտերի արխիվները եւ նման կադր գոյություն չի ունեցել, չկա։ Սա ուղղակի մոնտաժված վիդեո էր, որը որ դուք տեսաք։ Կամ օրինակ հիշում եք, չէ՞, որ Պիկաչուն ուներ սև պոչ,
բայց պարզվում է, որ Պիկաչուի պոչը միշտ եղել է դեղին։ Ինչ է սա։ Ինչպես կարող են աշխարհով մեկ հազարավոր մարդիկ հիշել ինչ-որ մի բան, որը երբեք տեղի չի ունեցել, երբեք գոյություն չի ունեցել։ Ինչ է սա, մասսայական իլյուզիա է, թե ուղղակի մի խումբ մարդկանց ինչ-որ մեկը ծրագրավորել է, որ նրանք հիշեն կոնկրետ բաներ, որոնք երբեք գոյություն չեն ունեցել, թե սրա հետևում թաքնված է շատ ավելի խորը ու շատ ավելի միստիկ մի բան։ Հիմա կպատմեմ։ Օրինակները շատ են, շատ շոկային ու զարմացնող։ Նայեք մինչև վերջ վիդեոն ու հատ-առ-հատ հաշվեք քանիսն եք դուք սխալ հիշում, իսկ քանիսը ճիշտ։ Գուցե հենց դուք եք այն երջանիկը, որ ամեն ինչ հիշում է ճիշտ, որ չունի կեղծ հիշողություն եւ որի հիշողության վրա ոչ ոք չի կարողացել ազդել։ 2013 թվական տարածվում է լուր այն մասին, որ մահացել է Հարավային Աֆրիկայի նախագահ Նելսոն Մանդելան։ Ուշադիր եղեք այս ազգանունին։ Եվ այդ ժամանակ հազարավոր մարդիկ աշխարհով մեկ ուղղակի ապշում են, ինչպես թե Մանդելան նոր է մահացել։ Մարդիկ համոզված էին, որ Մանդելան մահացել է դեռևս 1980-ական թվականներին Բանտում։ Հստակ հիշում են, որ Մանդելան մահացել է 1980-ական թվականներին։ Ինչպես է հնարավոր, որ Մանդելան ողջ առողջ դուրս է եկել բանտից, ապրել է, նույնիսկ նախագահել է մինչև 2013 թվականը ու նոր է մահացել, երբ աշխարհի տարբեր անկյուններում գտնվող հազարավոր մարդիկ վստահ են եղել, որ նա 1980-ականներին է մահացել, ու ոչ միայն վստահ են եղել, այսինքն ոչ թե դեզինֆորմացիա են ունեցել, այլ հստակ պատկերավոր հիշում են հարցազրույցները, կադրերը նրա թաղման արարողությունից։ Հենց այս ժամանակ լինում է մի կին, Ֆիոնա Բրում անունով հրապարակախոս։ Այս կինը նույնպես այն մարդկանց շարքից էր, ով համոզված էր, որ Մանդելան շատ ավելի վաղուց է մահացել։ Եվ այս երևույթին հրապարակախոսը անուն է տալիս, անվանում է Մանդելայի էֆեկտ։ Մանդելայի էֆեկտն անվանում է այն երևույթը, երբ հազարավոր մարդիկ հիշում են մի բան, որը իրականում կամ գոյություն չի ունեցել, կամ այդ տեսքը ու բովանդակությունը չի ունեցել։ Մարդկանց մեծ մասը տարիներ շարունակ, ու ես վստահ եմ նաև ձեզնից մեծ մասը, ովքեր օրինակ Queen խմբի սիրահար են, 100%-ով հիշում են, որ հայտնի We Are The Champions երգի վերջին տողը Of The World արտահայտությունն է։ Նույնիսկ ականջի մեջ է, չէ՞, այդ հատվածը երգի, երբ որ լինում է We Are The Champions, լինում է պաուզա, դադար եւ հնչում է Of The World արտահայտությունը։ Հիշում եք, չէ՞, այդ պահը։ Հաստատ հիշում եք, նույնիսկ ականջի մեջ լսվում է հիմա այդ արտահայտությունը։ Իսկ ինչ եթե ձեզ ասեն, որ եթե միացնեք երգի օրիգինալ կատարումը, նման արտահայտություն չկա երգի վերջում։ Ու ուղղակի աբսուրդի ժանրից է, ինչպես կարող են աշխարհի տարբեր անկյուններում գտնվող հազարավոր մարդիկ վստահ լինել, ականջի մեջ լսել երգի այդ կտորը նույնիսկ եւ պարզվի, որ նման բան երբեք գոյություն չի ունեցել։ Of the world. Does he not do it of the world? I always thought he did an of the world. Լավ, հիմա եկեք վերադառնանք այն խաղին, որով սկսեցինք մեր վիդեոն։ Հիշում եք, ես ձեզ հարցեր էի տալիս, որպեսզի փորձեք լարել հիշողությունը եւ հասկանալ, որ տարբերակն է ճիշտ։ Հիմա եկեք ստուգենք ձեզնից քանիսը ճիշտ պատասխան է տվել։ Եթե դուք ապրում եք Լոս Անջելեսում, ժողովուրդը շատ կարևոր ինֆորմացիա է, որը դուք անպայման պետք է իմանաք։ Հիշում եք Y&N Document Assist անունը։ Յանան ու Նառան մասնագետներ են, ովքեր բառի բուն իմաստով օդ ու ջրի պես ձեզ պետք է ամեն օր, եթե դուք ապրում եք այստեղ Լոս Անջելեսում։ Մենք Սոնաջան տրամադրում ենք տարատեսակ ծառայություններ, որոնցից ամենաակտուալը երևի դիպլոմների evaluation-ն է, օգնում ենք հաստատել վավերացնել դիպլոմները, ստանալ համապատասխան լիցենզիաներ։ Նաև տրամադրում ենք նոտարական ծառայություններ, թարգմանություններ, ապոստիլներ, դիմում ենք թոշակների, disability-ների, CAP-ի պրոգրամին, խնամակալներին։ Գիտեմ նաև, որ էմիգրացիոն հարցերում եք օգնում մարդկանց, ինչ ծառայություններ ունեք։
Օգնում ենք լրացնել իմիգրացիոն ֆորմաները եւ կազմել համապատասխան փաթեթները։ Ամենակարևոր ծառայություններից են օգնում ենք բացել բիզնեսներ, այդ թվում corporation, DBA, LLC եւ դիմել տարբեր բիզնես լայսենսների, ինչպես նաեւ RN, LVN եւ cosmetology լայսենսներ։ Յանան ու Նարան կարևոր ու շատ պիտանի խորհուրդներ ձեզ կտան նաեւ թե անձնական, թե բիզնես թաքսերի մասով, այնպես որ հիշեք Y&N Document Assist անուն է, ունեն այնքան շատ ծառայություններ, որ դուք կարող եք մի վայրում բազմաթիվ ծառայություններից օգտվել ու էլ դռնեդուռ ընկնել, գլխացավանքի մեջ ընկնել պետք չէ։ Նախ, KitKat։ Շատերս հիշում ենք, հստակ հիշում ենք, որ KIT-ի եւ KAT-ի արանքներում եղել է գիծ։ Հստակ մեր աչքի առաջ է այդ տուփը իր լոգոտիպով, բայց պարզվում է KitKat-ի արանքում երբեք գիծ չի եղել։ Այն գրվել է առանց գծիկի։ Մեզնից շատերը հիշում են, որ Միկի Մաուսը ունեցել է կարմիր ժապավեններ, որոնք գալիս էին եւ ամրանում էին սպիտակ կոճակներին, այսինքն կամբինիզոնի պես ինչ որ մի բան էր հագած, այլ ոչ թե շորտեր, որի վրա անհասկանալի սպիտակ կոճակներ էին։ Բայց արի ու տես Դիսնեյի արխիվները ցույց են տալիս, որ Միկի Մաուսը չի ունեցել այդ կարմիր ժապավենները։ Գնացինք առաջ։ Ford-ի լոգոտիպը, հատկապես տղամարդիկ։ Գրեք ինչ էիք պատասխանել։ Շատերը հիշում են, որ Ford-ի լոգոտիպը եղել է շատ ավելի պարզ, F կլասիկ տառի միջոցով գրված։ Բայց պարզվում է, որ ոչ, իրականում այս ալիքավոր F տառը ի սկզբանե եղել է Ford-ի լոգոյում։ Պիկաչուն։ Շատ-շատերը հարցին սխալ են պատասխանում եւ ասում են, որ Պիկաչուն ունեցել է սև պոչ, դեղին մարմին, սև պոչ, բայց արխիվները ցույց են տալիս, որ Պիկաչուն միշտ եղել է դեղին։ Եվ ամենահետաքրքիրը Մոնոպոլիայի հայտնի ծերուկը, որին գիտեք բոլորը բառացիորեն հիշում են ժպտացող ծերուկ, ձեռնափայտով եւ աչքին ակնոց, մոնոկլ, մեկ աչքի ակնոց։ Բայց արի ու տես, որ Մոնոպոլիայի ծերուկը երբեք ակնոց չի ունեցել ոչ մի աչքի վրա։ Սկեպտիկները սա բացատրում են շատ պարզ, ոչ մի զարմանալու բան չկա, ոչ մի ցնցող բան չկա, ընդհանրապես մեր ուղեղը ոչ թե լուսանկարում է եւ բառացիորեն ցույց է տալիս իրականությունը, այսինքն ոչ թե մենք տեսնում ենք ինչ-որ պատկեր, մեր ուղեղը ուղղակիորեն նկարում է այդ պատկերը եւ ֆիքսում է այն որպես իրականություն, այլ մեր ուղեղը վերարտադրում է իրականությունը։ Ինչ է դա նշանակում, որ երբ որ մենք տեսնում ենք որևէ երևույթ առարկա, մենք փորձում ենք մեր ուղեղի միջոցով գտնել այդ առարկայի մեջ բացերը եւ մեր ուղեղի միջոցով փորձում ենք իրականությունը վերարտադրելիս լրացնել այդ բացերը։ Հենց այդպես, երբ որ մեր ուղեղը նայում է օրինակ KitKat-ի լոգոտիպին, մեր ուղեղը մեխանիկորեն ուզում է ճիշտ ուղղագրություն եւ ճիշտ դիզայն տալ այդ լոգոտիպին ու դրա համար էլ մեխանիկորեն հայտնվում է գծիկը։ Երբ որ մենք նայում ենք Պիկաչուի դեղին մարմնին, մեր ուղեղը մեխանիկորեն փորձում է գունային կոնտրաստ ստեղծել այս լոգոտիպի վրա եւ դրա համար էլ պոչը վերարտադրում է կոնտրաստի մեջ, գունային կոնտրաստի մեջ եւ վերարտադրում է սև ու այդպես շարունակ, բայց ներողություն, այստեղ հարց է առաջանում։ Okay, համաձայնվենք, որ մեր ուղեղը ոչ թե լուսանկարում է կամ տեսագրում է իրականությունը, այլ վերարտադրում է եւ այդ վերարտադրելու փուլում ինչ որ դետալներ է ավելացնում, բայց ինչպես է հնարավոր, որ աշխարհով մեկ միլիոնավոր մարդիկ հենց նույն առարկաները կամ հենց նույն երևույթները նույն կերպ վերարտադրեն, նույն կերպ լրացնեն։ Սա գրեթե անհնար երևույթ է։ Ավելի ենք թեժացնում օրինակները։ Բոլորս ենք հիշում Սպիտակաձյունիկի հեքիաթը։ Գուցե ոչ բոլորն են անգլերեն այն կարդացել, ռուսերեն կամ հայերեն տարբերակով, բայց այս օրինակը ավելի ցնցող է լինում անգլերենով եւ վստահ եմ նույնիսկ եթե ռուսերեն կամ հայերեն գիտեք մուլտֆիլմը կամ հեքիաթը, միևնույն է այս արտահայտությունը լսել եք անգլերեն տարբերակով Mirror, mirror on the wall, highly Պարզվում է, որ օրիգինալ տարբերակում երբեք այդպիսի արտահայտություն չի եղել։ Եղել է Magic Mirror
on the wall։ Magic mirror on the wall, who is the fairest one of all? Որտեղից է այս համատարած իլյուզիան։ Որտեղից են հազարավոր մարդիկ հստակ հիշում, որ մի բանը այսպես է եղել, երբ որ դա իրականում այդպես չի եղել։ Լավ, ով է նրանց թելադրել, որպեսզի նրանք հիշեն դա հենց այդպես։ Սկեպտիկները նորից ասում են, որ սրա մեջ ոչ մի միստիկ բան չկա։ Ուղղակի շատ բաներ ժամանակի ընթացքում վերարտադրվել են փոփ կուլտուրայի մեջ։ Նույն Սպիտակաձյունիկի արտահայտությունը հայտնվել է մուլտֆիլմում, հետո ֆիլմում, հետո մուլտֆիլմի տարբեր ինտերպրետացիաներում եւ ամեն անգամ փոփոխվել է ու նորովի է ներկայացրել։ Mirror, mirror on the wall, is this not the most perfect kingdom of them all? Իսկ մեր ուղեղը կառուցված է այնպես, որ նույն երևույթի հետ կապված տարբեր ինֆորմացիաները, երբ որ մենք ընկալում ենք, մենք դրանք միավորում ենք եւ ոչ թե մեր ուղեղում դասակարգում ենք տարբեր դարակներում, այլ այսպես համընդհանուր պատկեր ենք ստեղծում ու դրանով է բացատրվում այն, որ հատկապես ամենապոպուլյար ինտերպրետացիան որևէ երևույթի շատ ավելի ակնհայտ է դրոշվում մեր ուղեղի մեջ։ Իսկ հիմա խաղերը մի կողմ ենք դնում ու փորձում ենք վերջապես գտնել այդ միստիկ հարցի պատասխանը, ինչը թաքնված այս ամենի հետևում։ Իսկ այս ամենի հետևում Մանդելայի էֆեկտի հետևում ոչ թե ուղեղի աշխատանքի էրոր կամ սխալմունք է թաքնված, այլ թաքնված է շատ ավելի խորը ու շատ ավելի հետաքրքիր երևույթ։ Եթե ուզում եք Ամերիկայից Հայաստան ինչ-որ բան ուղարկել, ամենափոքր իրից մինչև ամենամեծ իրը, ավտոմեքենա, կահույք բերել եմ ձեզ համար, ամենալավ տարբերակը ամենացածր գներով։ Հիմա գործում է Երևան Post ծառայությունը։ Գումար փոխանցելու դեպքում սպասարկման վճարը ընդամենը 1% է։ Օդանավով ծանրոց ուղարկելը 1 փաունդի համար $2.99 է։ Նավով եթե ուղարկում եք, ապա մի արկղի համար վճարում եք, բայց երկրորդը ուղարկում եք անվճար։ Իսկ ավտո կամ կահույք ուղարկելու դեպքում աննախադեպ էժան վճարներ են։ Ընդ որում սա Ամերիկայից Հայաստան գումար ծանրոց ուղարկելու ամենացածր գներով ծառայությունն է, այնպես որ եթե Ամերիկայից Հայաստան ուղարկելու բան ունեք, եկեք այստեղ Granada Hills, Երևան Post, իսկ եթե չեք ուզում գալ, ապա կա մի շատ հետաքրքիր ծառայություն, կարող եք զանգահարել եւ պատվիրել pick-up, վարորդը կմոտենա, կվերցնի ձեր ծանրոցը, Երևան Post-ի ծառայությունը գործում է ամբողջ Լոս Անջելեսի տարածքով։ Ինչպես է բացատրվում Մանդելայի էֆեկտը։ Վարկած առաջին։ Այն իրականությունը, որի մեջ մենք ապրում ենք, դա միակ իրականությունը չէ։ Եվ իրար կողքին ապրում են զուգահեռ հազարավոր իրականություններ, որտեղ մենք գոյություն ունենք կամ կարող ենք գոյություն ունենալ։ Ու այս իրականությունները իրար կողք ապրում են ինչպես օրինակ, չգիտեմ, մի գրքի տարբեր էջեր։ Եվ օրվա ընթացքում մեր արած ցանկացած ընտրություն մեր տված յուրաքանչյուր դրական կամ բացասական պատասխան ստեղծում է մի նոր իրականություն մեզ համար, որը ապրում է մնացած գոյություն ունեցող իրականություններին զուգահեռ։ Պարզ լեզվով բացատրած, եթե դուք առավոտյան արթնանում եք ժամը 7-ին, ձեր օրը սկսում եք ժամը 7-ին, գնում եք սպորտզալ, հետո գնում եք աշխատանքի, հետո գնում եք ընկերների հետ հանդիպման, ապա դուք ստեղծում եք առավոտյան 7-ին արթնանալու ձեր որոշմամբ այդ իրականությունը, որի մեջ դուք անում եք վերնշած բոլոր քայլերը։ Բայց դրան զուգահեռ գոյություն ունի իրականություն, որտեղ դուք չեք արթնացել առավոտյան 7-ին, դուք արթնացել եք ժամը 10-ին եւ միանգամից գնացել եք աշխատանքի, մեկ այլ իրականություն, որտեղ դուք արթնացել եք ժամը 12-ին եւ ուշացած եք գնացել աշխատանքի, մեկ այլ իրականություն, որտեղ դուք տանն եք մնացել մինչև երեկո եւ բաց եք թողել աշխատանքը։ Հիմա ինչով է բացատրվում Մանդելայի էֆեկտը եւ ինչ կապ ունի դա այս զուգահեռ գոյություն ունեցող իրականությունների թեորիայի հետ։ Երբ որ այս բոլոր զուգահեռ իրականությունները իրար կողք կողքի գոյություն ունեն, ժամանակ առ ժամանակ ինչ որ պատճառներով այս իրականություններից մենք ներթափանցումներ ենք ունենում։ Այսինքն, մենք գտնվում ենք մի իրականության մեջ, որտեղ օրինակ Պիկաչուն ունի դեղին մարմին եւ դեղին պոչ,
Եվ հանկարծ հայտնվում ենք շատ պատահական մեկ այլ իրականության մեջ, որտեղ Պիկաչուն ունի դեղին մարմին եւ սև պոչ։ Կամ օրինակ, մենք գտնվում ենք մի իրականության մեջ, որտեղ KitKat-ի լոգոն գրվում է գծիկով, ու հանկարծ մենք հայտնվում ենք մեկ այլ իրականության մեջ, որտեղ այդ գծիկը գոյություն չունի, բայց մեր ուղեղը ժամանակ առ ժամանակ դեռևս պահպանում է հիշողություններ, պատկերներ, որոնք այն նախորդ իրականությունից են, որտեղից մենք ներթափանցել ենք։ Հաջորդ վարկածը, որը ամենահետաքրքիրներից է, բայց ճիշտն ասած նաև ամենավախեցնողն է։ Այս վարկածի համաձայն մենք ապրում ենք ոչ թե իրական աշխարհում, այլ թվային սիմուլյացիայում։ Այլ կերպ ասած, բարձ բառերով ասած, թվային խաղի մեջ։ Այս թեորիայի կողմնակիցները նույնիսկ հետաքրքիր էքսպերիմենտ են առաջարկում։ Նրանք ասում են, որ դուք կարող եք ընտրել ձեր սիրած որևէ coffee shop, օրինակ Starbucks, եւ ամեն օր առավոտից մինչև երեկո անցկացնեք այդ նույն coffee shop-ում։ Եվ դուք կնկատեք, որ այս սրճարանում դուք երբեք չեք տեսնի միշտ նույն մարդկանց։ Տպավորություն է, որ դուք գտնվում եք խաղային որևէ տարածքում, որը թվային կերպով ստեղծվել է, դուք գլխավոր խաղացողն եք, այսպես ասած, եւ այն, ինչը ձեր շուրջն է գտնվում, օրինակ մարդիկ, որոնք անընդհատ փոփոխվում են, իրենք ուղղակի այդ սիմուլյացիայի, այդ խաղի հավելյալ բաղադրիչներն են, որոնք ապահովում են զգացողություն ձեզ համար, որ դուք գտնվում եք իրականության մեջ։ Սա իսկապես շատ վախենալու թեորիա է, որովհետև եթե այս թեորիան իրականություն է, մեր իրականությունը, մեր ռեալ աշխարհը դա բոլորովին էլ իրականություն չէ, այլ սիմուլյացիա է, թվային սիմուլյացիա։ Հիմա ով է ստեղծել այս խաղը, ով է ստեղծել այս թվային սիմուլյացիան։ Տարբերակները մի քանիսն են։ Ստեղծել ենք հենց մենք ապագայից։ Ինչու՞, որպեսզի ուսումնասիրենք մարդկության կյանքը անցյալում։ Վարկած երկրորդ ստեղծել են ցիվիլիզացիաներ, որոնք միլիարդավոր տարիներ առաջ են մեզնից ապրել։ Վարկած երրորդ դա ստեղծել են գերբնական ուժեր, որոնց համար այն իրականությունը, այն սիմուլյացիան, որի մեջ մենք ապրում ենք, ուղղակի վիրտուալ էքսպերիմենտ է։ Հիմա ինչով է Մանդելայի էֆեկտը կապված այս սիմուլյացիայի թեորիայի հետ։ Նրանով, որ երբ որ խաղը, օրինակ, դուք խաղում եք, ժամանակ առ ժամանակ այնտեղ տեղի են ունենում թարմացումներ, ճիշտ է, օրինակ, թարմացվում են կերպարներ, թարմացվում են լոքեյշններ, թարմացվում են ինչ-որ իրադարձություններ, երևույթներ, տեղանքներ, այդ թարմացումները շատ աննշան են լինում, այսինքն դուք բոլորովին այլ խաղի մեջ չեք հայտնվում, բայց փոքր դետալներից դուք նկատում եք, որ որոշակի փոփոխություններ այնուամենայնիվ կան։ Ճիշտ նույն կերպ բացատրվում է այս թեորիայի համաձայն Մանդելայի էֆեկտը։ Դուք հիշում եք, որ օրինակ Volkswagen-ի լոգոտիպը այսպիսին է եղել, բայց իրականում այն այս տեսքն ունի։ Ու այստեղ խնդիրը ոչ թե այն է, որ դուք վատ հիշողություն ունեք, այլ ուղղակի նախորդ դրվագում ձեր սիմուլյացիայի Volkswagen-ի լոգոն այս տեսքն է ունեցել, հետո ապրել է թարմացում, այսինքն upgrade է տեղի ունեցել, խաղային լեզվով ասած, եւ այն վերածվել է այս տեսքի, բայց ինչպես ցանկացած խաղի մեջ, այնպես էլ այս սիմուլյացիայում որոշակի էրորներ են լինում եւ նախորդ իրականությունից որոշակի դրվագներ միևնույն է հայտնվում են նոր տարբերակի մեջ։ Այս թեորիան շատ հետաքրքիր է, որովհետև այս թեորիան բացատրում է նաև ինչը դեժավյուն։ Բոլորս ենք ունենում զգացողություն, երբ օրինակ օրվա ընթացքում ինչ-որ բան է տեղի ունենում ու դու հասկանում ես, բռնում ես քեզ մտքի վրա, որ դա արդեն քեզ հետ տեղի է ունեցել։ Եվ բոլորս այս երևույթին տվել ենք անուն՝ դեժավյու։ Իրականում, եթե թեորիան ճիշտ է եւ մենք ապրում ենք ոչ թե իրական աշխարհում, այլ ապրում ենք սիմուլյացիայում, ապա դեժավյուն ոչ այլ ինչ է, քան մեր, այսպես ասած, թվային խաղի մեջ իրականության վերաներբեռնում։ Պատկերացրեք, դուք խաղում եք խաղ, որևէ տեսարան կախում է, այսպես ասած,
ինչ եք դուք անում, վերա ներբեռնում եք եւ այդ նույն տեսարանը կրկնվում է ճիշտ նույն կերպ։ Հիմա պատկերացրեք, որ այդ նույնը տեղի է ունենում մեզ հետ ու պատկերացրեք, որ մենք եւս այդ մեծ սիմուլյացիայի մեջ ենք ու պահեր կան, երբ ուղակի էրորա տեղի ունենում, տեսարանը վերա ներբեռնվում է եւ մենք բոլորս դեժավյու ենք ունենում։ Սա իսկապես վախենալու թեորիա է, որովհետեւ A ստացվում է, որ մենք ընդհանրապես իրական աշխարհում չենք ապրում, B հարցը առաջանում, թե ով է ստեղծել այս սիմուլյացիան եւ ով է ղեկավարում այս խաղը, եւ երրորդ սարսափելի է մտածել, որ իրականում այն ինչ մենք հիշում ենք 100%-ով եւ այն հիշողությունները, որոնցից կազմված ենք մենք, իրականում 0 են եւ դրանք ոչ այլ ինչ են, քան թվային ծրագրավորած կոդ։ Վարկած 3. Մանդելայի էֆեկտի մասին խոսել է դեռևս փիլիսոփա Յունգը։ Յունգը ասում էր, որ գոյություն ունի, այսպես ասած, կոլեկտիվ անգիտակցություն երևույթ։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ հազարավոր մարդկանց միավորում է հիշողության մի, այսպես ասած, խողովակ, եւ հիշողության որոշակի ալիքներ այդ խողովակի միջոցով անցնում են հազարավոր մարդկանց միջով, ստեղծելով, այսպես ասած, կոլեկտիվ արխետիպ։ Ինչ է տեղի ունենում, երբ ավելի ուժեղ խումբը մարդկանց ունենում է մի պատկերացում որևէ երևույթի մասին, նրա հիշողությունը, նույնիսկ եթե այդ հիշողությունը կեղծ է, անցնում է հիշողության այս ալիքի խողովակի միջոցով հազարավոր մարդկանց միջով եւ ստեղծում է կոլեկտիվային պատկերացում տվյալ երևույթի մասին։ Պատկերացրեք այսպես. մեր բոլորիս հիշողությունը ընդհանուր ուղեղ է, ու երբ ուղեղի մի հատվածը սխալվում է ամբողջ ուղեղը։ Մոտավորապես այս բանաձևով է աշխատում։ Այսինքն, եթե շղթան կազմված է տարբեր մարդկանց խմբերից եւ այդ խմբերից մեկը, որը ամենաուժեղ ներգործությունը ունի այս շղթայի վրա, համոզված է, որ Միկի Մաուսը ունեցել է ժապավեններ իր սպիտակ կոճակներին ամրացող, ապա այդ սխալ կարծրատիպը, այդ սխալ հիշողությունը փոխանցվում է ամբողջ շղթայով եւ դառնում է համընդհանուր համոզմունք։ Ու վերջին ու երևի թե ամենաշոկային թեորիան, որին չգիտեմ ձեզնից ով կհավատա, դա այն է, որ ժամանակին, երբ որ մենք բոլորս սպասում ենք, որ լինելու է աշխարհի վերջը եւ այդ աշխարհի վերջը չեկավ, ու մենք բոլորս ասում ենք, «Օ, տեսեք, մենք սպասում էինք, աշխարհի վերջը չեկավ», իրականում աշխարհի վերջը եղել է։ Եվ աշխարհի վերջը եղել է, աշխարհը, իրականությունը, որտեղ մենք բոլորս ապրել ենք, վերացել է եւ մարդկությունը իր գիտակցությամբ տեղափոխվել է մեկ այլ գոյություն ունեցող զուգահեռ իրականություն։ Ինչու մենք դա չենք հիշում, որովհետև դա եղել է վայրկյանական եւ այս տեղափոխությունը եղել է շատ արագ։ Ու սրանով է բացատրվում այն, որ այն, ինչը մենք հիշում ենք նախորդ իրականությունից, վերացել է, մենք գտնվում ենք նոր իրականության մեջ, որտեղ երևույթները, պատկերները այն տեսքը չունեն, ինչպիսին մինչև աշխարհի վերջն էին, բայց մեր ուղեղը ու հիշողությունը դեռևս ժամանակ առ ժամանակ էրորների տեսքով պահպանում ու վերականգնում է այն, ինչը եղել է նախորդ իրականության մեջ։ Գրեք կոմենտներում դուք հավատում եք այս թեորիային, թե ոչ։ Ամենաշոկային վերջին մոդեռն օրինակներից Մանդելայի էֆեկտի կապված էին օրինակ էմոջիների հետ, որը մենք ամեն օր օգտագործում ենք։ Դրանցից մեկը օրինակ ես բարձ հիշում եմ։ Ես հիշում եմ ծովաձիուկի էմոջին, գազարագույն ու հստակ իմ աչքի առաջ այս պատկերը կա։ Ես նույնիսկ հիշում եմ այս պատկերը էմոջիների շարքում։ Պարզվում է, իմ նման էլի մարդիկ կան, ովքեր հստակ հիշում են այս էմոջիի գոյությունը, բայց պարզվում է, եւ դա ապացուցում է, վկայում է, փաստում է նաեւ Apple ընկերությունը, որ նման էմոջի երբեք գոյություն չի ունեցել։ Երկրորդ էմոջին շատերը հիշում են ավազակի էմոջին։ Արդարության համար ես չեմ հիշում այդ մեկը, բայց
համարյա թե 80%-ը համացանցում կոմենտ գրողների հիշում են ավազակի էմոջին, որը հագած էր սև սպիտակ գծավոր շապիկ, աչքերին ուներ դիմակ եւ ավազակի էմոջիներ։ Այդ էմոջիի մասին եւս ոչ մի ինֆորմացիա, որ դա երբևէ գոյություն է ունեցել։ Ինչպես կարող են մարդիկ հիշել փաստացի պատկեր, որը չի եղել, անհասկանալի է։ Բայց ինչ է ասում գիտությունը։ Թեորիաները հասկացանք։ Գիտությունը ասում է, թեորիաները շպրտեք մի կողմ, ոչ մի միստիկություն այս ամենի հետևում չկա, չկան զուգահեռ իրականություններ, չկա աշխարհի վերջ, ամեն ինչ բացատրվում է շատ պարզ գիտական մակարդակով։ Բանն այն է, որ մեր ուղեղը պահում է հիշողությունները ոչ այնպես, ինչպես օրինակ հիշողության քարտը։ Այսինքն, եթե մենք ունենք օրինակ որևէ վիդեո, մենք ուղղակի այն բառացիորեն տեղափոխում ենք հիշողության քարտի վրա եւ հիշողության քարտը մեկին մեկ ճիշտ նույն կերպ է պահպանում այս վիդեոն։ Մեր ուղեղը աշխատում է այլ կերպ։ Երբ որ տեղի է ունենում մեր կյանքում որևէ բան, երբ որ մենք տեսնում ենք որևէ բան, երբ որ մենք լսում ենք որևէ բան, մենք դա ուղղակիորեն մեր հիշողության դիսկի վրա չենք պահում։ Մենք պահպանում ենք այս ինֆորմացիան, բայց հետագայում արդեն մենք վերակառուցում ենք այս հիշողությունը, ավելացնելով այն բացթողումները եւ այն դետալները, որոնք մեր ուղեղի կարծիքով պետք է ավելացնել եւ լրացնել։ Հենց դրանով է պայմանավորված այն, որ մարդկության գրեթե 80%-ը KitKat-ի լոգոտիպը հիշում է գծիկով։ Դրանով է բացատրվում այն, որ մարդկության 80%-ը օրինակ Պիկաչուի միագույն մարմնին գունային ինչ-որ կոնտրաստ է պատկերացնում, բայց միևնույն է ինձ համար հարցական է մնում, թե ինչն է ստիպել մարդկության 80%-ին օրինակ Disney-ի լոգոտիպի մեջ պատկերացնել Peter Pan-ի փերին, որը թռնում է Disney-ի լոգոյի կողքով։ Դա չի տեղավորվում գիտական այս բացատրության շրջանակներում, բայց դա այդքան էլ այդպես չէ, որովհետև այստեղ առաջ է գալիս գիտական բացատրության երկրորդ կողմը, որ իրականում մարդու հիշողության վերակառուցման վրա շատ մեծ ներազդեցություն ունենում է ոչ միայն այն ինֆորմացիան, որը նա ուղղակիորեն ստանում է, այլ նաև այն ինֆորմացիայի ինտերպրետացիաները, որոնք հետագայում լինում են։ Օրինակ, փոփ մշակույթի ազդեցությունը, ֆիլմերը, երգերը, թատրոնը, էմոջիները, նկարները, այդ ամենը եւ իհարկե մարդկան շրջանում գոյություն ունեցող դեզինֆորմացիան։ Այսինքն, եթե օրինակ մենք մի պատկեր հստակ հիշում ենք այսպես, բայց փոփ կուլտուրայի մեջ այն վերաձևակերպվել է եւ այլ պատկերներով է տարածվել, ապա շատ հավանական է, որ մեր ուղեղը պահպանում է ոչ թե օրիգինալ տարբերակի մասին հիշողությունը, այլ այն տարբերակը, որը ամենապոպուլյարը եւ ամենամեծ շրջանառություն ունեցածն է եղել։ Եվ հենց դրանով է պայմանավորված այն, որ շատ երևույթներ հասարակության 80%-ը հիշում է այնպես, ինչպես նրա ուղեղին թելադրվել է, օրինակ փոփ կուլտուրայի, մասսայական ինտերպրետացիաների կամ էլ ուղղակի տարական դեզինֆորմացիայի արդյունքում։ Եվ այսպես ես սպասում եմ ձեզ կոմենտներում, եթե դուք չհասցրեցիք հաշվել, թե իմ նշած օրինակներից քանիսին եք ճիշտ պատասխանել, իսկ քանիսին սխալ, ես ձեզ վստահեցնում եմ, դա շատ կարևոր ինֆորմացիա է, որովհետև համարյա 80%-ը հարցվածների պատասխանել են իմ բոլոր բերած օրինակներին սխալ։ Եվ եթե դուք այն եզակիներից եք, ով պատասխանել է ճիշտ, ես խնդրում եմ ձեզ, որ դուք անպայման նորից հետ գնաք, լսեք օրինակները, հաշվեք քանիսին եք ճիշտ պատասխանել եւ գրեք կոմենտներում։ Ու իհարկե, գրեք կոմենտներում ձեր կարծիքը Մանդելայի էֆեկտի մասին։ Ինչ եք դուք մտածում։ Իսկապես դուք կարծում եք, որ Մանդելայի էֆեկտը բացատրությունն է այն բանի, որ մենք ապրում ենք սիմուլյացիայի մեջ։ Մենք ունենք զուգահեռ իրականություններ եւ ժամանակ առ ժամանակ կարողանում ենք ներթափանցել մի իրականությունից մյուս իրականություն, թե այս ամենը բացատրվում է շատ տարրական, գիտական մեխանիզմով։ Մեր ուղեղը ոչ թե լուսանկարում է հիշողությունը, այլ վերարտադրում է եւ վերարտադրելու ճանապարհին շատ հաճախ լրացնում է այն իր տեսած, լսած, վերապրած կամ զգացած
դետալներով։ Սպասում եմ ձեզ կոմենտներում, եթե ոչ մի բան չունեք գրելու, գոնե սրտիկներ ուղարկեք ինձ, որովհետև ձեր կոմենտները օգնում են ակտիվացնել վիդեոները։ Սպասում եմ նաև ձեզ, որ դուք բաժանորդագրվեք, եթե դեռևս չեք բաժանորդագրվել, որովհետև ես ուզում եմ անպայման մենք իրար հետ հասնենք 200,000 բաժանորդի եւ դա տոնենք, իսկ եթե բաժանորդագրված եք, որտեղ գիտեմ շատերդ արդեն բաժանորդագրվել եք, սեղմեք զանգակը եւ գտեք ծանոթ ընկերոջ բարեկամի, ով դեռ չի բաժանորդագրվել ու նրա փոխարեն էլ բաժանորդագրվեք, որպեսզի մենք այդ 200,000-ին շատ արագ հասնենք։ Նաեւ, եթե կարող եք ամսական փոքրիկ գումարով միացեք իմ Patreon-ին, արդեն ձեր մեջ կան մարդիկ, ովքեր ամեն ամիս միացել են իմ Patreon-ին եւ ես խնդրում եմ, որպեսզի դուք էլ համալրեք այս մարդկանց շարքերը, սկանավորեք այս QR կոդը կամ վիդեոյի նկարագրության մեջ գտեք Patreon բառը, սեղմեք լինքին, ամսական գումարով օգնեք ինձ եւ YouTube-ի մալիկին, որ մենք ավելի շատ հետաքրքիր վիդեոներ նկարահանենք ու տեղադրենք։ Ինչպես նաեւ follow արեք իմ Facebook-ին, Instagram-ին, TikTok-ին, վաղուց դա չէի հիշեցրել, այնտեղ արդեն ես ամեն օր եմ կիսվում հետաքրքիր պատմություններով, մինչև նոր վիդեո։